Կառավարության նիստում այսօր հաստատվեց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը նորից բաժանելու առաջարկը եւ ուղարկվեց ազգային ժողով արտահերթ քննարկման։ Արդարադատության նախարար Արփին Հովհաննիսյանը հիմնավորեց, թե 1.5 տարի առաջ միավորված նախարարությունը նորից առանձնացնում են քաղաքական համագործակցության համար։ Ձեր քննարկմանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Արգելի գործընկերներ, քաղաքական համագործակցության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուրեմն ստեղծել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եւ արտակարգ իրավիճակների նախարարություն, համապատասխան փոփոխություններն առաջարկվում են կառավարության կառուցվածքի մասին օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու միջոցով։ Խնդրում եմ հաստատել։ Կան հարցեր, դեմ կարծիքներ, եթե չկա հաստատում ենք։ Դաշնակցությունը հաստատում է, որ այս որոշման արդյունքում տարածքային կառավարման նախարարի պորտֆելն իրենց է տրվելու։ Այնուամենայնիվ առավոտյան նիստին ներկայացված պաշտոնական հիմնավորման մեջ քաղաքական համագործակցության մասին որևէ ակնարկ չկար։ Գործադիրը օրվա առաջին կեսին պնդում էր, որ այս քայլով կառավարման համակարգն առավել արդյունավետ կդառնա։ Ժամեր անց, սակայն կառավարության կայքում տեղադրվեց նոր հիմնավորում, որի համաձայն երկու նախարարություն է ստեղծվում քաղաքական համագործակցության պատճառով։ Փետրվարի 19-ին ժամը 12-ին գումարել ազգային ժողովի արտահերթ նիստ օրակարգային մեկ հարցով, այն է կառավարության կառուցվածքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Խնդրում եմ հաստատել։ Օրենքի փոփոխության առաջարկը վաղ ազգային ժողովում արտահերթ կքննարկվի։ Ընդունումից հետո Հայաստանը կունենա արդեն 19 նախարարություն։ Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է, դեռ ամիսներ առաջ անցյալ տարեվերջին կառավարությունը խոսում էր օպտիմալացման մասին։ Վարչապետ Աբրահամյանը վստահեցնում էր, թե կրճատելու են կառավարության կազմը բյուջեի միջոցները խնայելու համար։ Մինչդեռ հիմա Սաֆարյանի անում են ճիշտ հակառակը։ Եթե օգտագործվում է օպտիմալացում բառը, ապա ճիշտ հակառակ process պետք է տեղի ունենար։ Մենք ունենանք անգամ նախարարությունների թվաքանակի կրճատում, աշխատակազմերի կրճատում եւ թերևս այդ դեպքում մենք կարող ենք օգտագործել օպտիմալացում բառը, բայց այս պարագայում մենք ուղղակի գործ ունենք Սերժ Սարգսյանի եւ Հրանտ Մարգարյանի միջև դեռ բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հետ։ Բյուջեի սղության պայմաններում որքանով է նպատակահարմար մեկի փոխարեն նորից երկու նախարարություն ստեղծել, հարցին կառավարության անդամներից որևէ մեկն այսօր չանդրադարձավ։ Այս մասին չխոսեց նաև իշխող հանրապետականի խոսնակը։ Դա որքանով է նպատակահարմար եւ օպտիմալ լուծում, որ մեկ տարի հետո նորից բաժանենք։ Վաղը կլսենք հիմնական զեկուցողին, իրականացնենք մեր որոշումը։ Թե ինչ փոփոխություններ են բերելու դաշնակցական նախարարներն այս ոլորտներում, առայժմ չի նշվում։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը սակայն պատահական չի համարում, որ կուսակցությունը հենց այդ երկու պորտֆելներն է նախընտրել։ Հայ-ավական դաշնակցությունը այդ իշխանության մեջ ներկայացված լինելու համար հարկադրված է կամ ստիպված է ունենալ որոշակի լծակներ, որոնք նրանք քվեներ կապահովեն։ Մենք անգամ տեսնում ենք ոչ պատահականորեն ընտրված նախարարություններ տարածքային կառավարում, որը գործ ունի Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների, տարածքների հետ, որտեղ դաշնակցությունը կարող է ամրապնդել իր դիրքերը, քվեներ ապահովելու առումով, երկրորդը կրթության նախարարություն, որը նույնպես ըստ էության ընտրական process-ների, այսպես ասած, ամենամեծ ներգրավություն ունեցող հաստատություններից մեկն է։